Պատերազմի 107-րդ օրը Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարել են, որ համաձայնել են խաղաղության շրջանակային համաձայնագրի շուրջ։ Փաստաթղթի ստորագրումը նախատեսվում է ուրբաթ Շվեյցարիայում, որին հաջորդող 60 օրերին կողմերը կբանակցեն ավելի համապարփակ համաձայնագրի շուրջ։ ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ ներկա կլինի Ժնևում փաստաթղթի ստորագրմանը եւ հնարավոր է նախագահը եւս։ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ այս մեծ գործարքը խաղաղություն եւ անվտանգություն կբերի ամբողջ տարածաշրջանին։ Սպիտակ տան ղեկավարը սոցցանցում գրել է, որ Հորմուզի նեղուցը կվերաբացվի համաձայնագրի ստորագրումից հետո եւ Պարսից ծոցի նավթը կսկսի ազատ արտահանվել։ Այսպիսով ես հայտարարում եմ Հորմուզի նեղուցը բացելու մասին առանց турքերի, զուգահեռաբար հայտարարում եմ ամերիկյան ծովային շրջափակումն անմիջապես ավարտելու մասին, աշխարհի նավեր, գործի դրեք ձեր շարժիչները, թող հոսի նավթը։ Իրանի փոխարգործնախարարը հայտնել է, որ համաձայնության հասնել հնարավոր է դարձել Թեհրանում միջնորդ Կատարի ներկայացուցիչների հետ 3 մոտ 15 ժամ բանակցելուց հետո միայն։ Պետական հեռուստաընկերությանը Քազեմ Ղարիբաբադին ասել է, որ համաձայնագրով անհապաղ եւ մշտական հրադադար է հայտարարվում պատերազմի բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում, իսկ միջուկային հարցերը կքննարկվեն ստորագրմանը հաջորդող 60-օրյա ժամկետում, հավելել է նա։ Այս պահին փոխըմբռնման հուշագրի տեքստը վերջնականապես մշակված է, պաշտոնական ստորագրումը նախատեսված է ուրբաթ, իսկ որպես հանդիպման վայր դիտարկվում է Շվեյցարիան։ Չնայած հուշագրի տեքստը պաշտոնապես չի հրապարակվել, իրանական պետական լրատվամիջոցները մանրամասներ են ներկայացնում։ Ըստ 14 կետանոց փաստաթղթի մշտական հրադադար պետք է հաստատվի բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում։ Վաշինգտոնը պարտավորվում է չմիջամտել Թեհրանի ներքին գործերին, 30 օրում վերացնել Իրանի ծովային շրջափակումն ու իր զորքը դուրս բերել տարածաշրջանից։ Նաև Հորմուզի նեղուցը պետք է վերաբացվի 30 օրում Իրանի հետ պայմանավորվածությունների համաձայն։ ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցներն Իրանի վերակառուցման առնվազն 300 միլիարդ դոլարի ծրագրեր պետք է իրականացնեն։ Բացի դրանից վերացվում են Իրանի նավթային եւ էներգետիկ ոլորտի նկատմամբ պատժամիջոցները, Իրանը պարտավորվում է միջուկային զենք չստեղծել, ԱՄՆ-ն էլ չավելացնել իր ուժերը տարածաշրջանում եւ չկիրառել նոր պատժամիջոցներ։ Ըստ իրանական մեհր գործակալության վերջնական բանակցությունները չեն սկսվի, մինչեւ չապասառեցվի իրանական սառեցված միջոցների կեսը, չվերացվեն Իրանի նավթային պատժամիջոցներն ու ծովային շրջափակումը։ Համաձայնության մասին լուրի ֆոնին նավթի գինը նվազել է հասնելով $84։ Եվրոպական ֆոնդային շուկաների ինդեքսներն աճել են։ Մի շարք երկրներ, այդ թվում Հայաստանը, ողջունել են Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև համաձայնությունը։ Եվրոպական առաջատար երկրները հայտարարել են, որ պատրաստ են մեղմել Իրանի դեմ որոշ պատժամիջոցներ։ ԱՄՆ փոխնախագահն էլ հայտարարել է, որ այս համաձայնությունը նշանակալի պահ է Միացյալ Նահանգների համար։ Ըստ J.D. Vance-ի այն կվերացնի Թեհրանի միջուկային սպառնալիքը եւ ամբողջությամբ կփոխակերպի Մերձավոր Արևելքը հաջորդ մի քանի տասնամյակներին։ Եթե իրանցիները կատարեն այս գործարքի պայմաններն, այն հիմնովին կփոխակերպի Մերձավոր Արևելքը հաջորդ 50 տարիներին, այն վերջ կդնի պատերազմին, Մերձավոր Արևելքը կդարձնի ավելի գրավիչ ներդրումների համար։ Իրանի բարձրագույն ռազմական հրամանատարությունն այս համաձայնությունը որպես ԱՄՆ-ի պարտություն է ներկայացնում։ Կենտրոնական շտաբը հայտարարել է, որ Իրանն իր դաշնակիցների հետ ցույց տվեց ԱՄՆ-ին եւ Իսրայելին, որ նրանք մեջբերում են այլընտրանք չունեն, քան ընդունել պարտությունը եւ հանձնվել։ Չնայած ձեռքբերված համաձայնությանը Իսրայելը շարունակել է Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլահի դեմ ռազմական գործողությունները Լիբանանի հարավում։ Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իրանական ուժերն անորոշ ժամանակով կմնան Լիբանանում ստեղծված անվտանգության գոտում, նաև Սիրիայում եւ Գազայում գրաված տարածքներում։ Ֆինանսների նախարարն էլ հայտարարել է, որ ձեռքբերված համաձայնությունը մեջբերում են վատ է Իսրայելի եւ ողջ ազատ աշխարհի համար, եւ Իսրայելը կշարունակի իրանական ռեժիմը տապալելու արշավը։